Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայելու պատերազմի դիմադրին։ Ես քիչ առաջ դրա մասին խոսեցի։ Տեսեք, 20 թվականի պատերազմից անցել է 5 տարի։ Դուք տեսել եք այս իշխանությունները ձեռնարկած քայլերը, մենք արդյոք այս մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները նկատի ենք ունեցել, մեր հասարակությանը, մեր բանակը, մեր պետությունը, մեր ենթակառուցվածքները պատրաստել ենք նման իրավիճակների եւ հավանական ագրեսիան դիմագրավելու համար։ Բացարձակ եղել է հասարակության պառակտում, բանակի թիրախավորում, ազգային կառույցների թիրախավորում եւ ամենակարևորը շարունակ հասարակությանը տանել հուսալքության, որ որևէ բան հնարավոր չի եւ սրանց կեղծ քողարկված խաղաղության քարոզի տակ հասարակության նաեւ զգացմունքների իրավիճակը բթեցնելով կանգնեցնել նոր պատերազմի առաջ։ Սրանք մեր պաշտպանությանը սպառնալիք են։ Հետևաբար դա չեն կարող ապահովել։ Խնդրեմ։ Պարոն Սաղաթելյան, 27 ժողովի ժամանակ արդյոք քննարկել եք, թե ինչ ֆորմատով եք մասնակցելու ընտրություններին 26 թվականի, այսինքն դաշնակցությունը առանձին է մասնակցելու, թե նորից Հայաստան խմբակցել դաշինքով, եւ ինչ հարցում արդյոք ինչ-որ փոփոխություն կա ձեր տեսակետից կապված։ Տեսեք, նախ ընտրությունների մասով։ Բնականաբար, երբ որ խոսել ենք առաջիկա 2 տարվա աշխատանքների մասին, անդրադարձել ենք նաև այդ հարցը։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ լինի փողոցային համաժողովրդական ընդվազման միջոցով, հերթական կամ արտահերթ ընտրություններով այս իշխանություններից պետք է ազատվել։ Հիմա երբ տեղի այդ ընտրություններին կա 1 տարի ժամանակ։ Մեր մոտեցումը հետևյալն է, որ մեր երկրի ներսում եւ մեր երկրի շուրջ խաղաղ չի, մինչև այդ ընտրությունները տեղի են ունենալու բազմաթիվ դեպքեր եւ իրադարձություններ։ Հետևաբար մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում նաեւ փողոցային պայքարի, եւ երբ որ կգա ընտրությունների ժամանակը ու տեղի կունենան այդ ընտրությունները, այն ժամանակ մենք կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը, ինչ օրակարգով, ինչ մոտեցումներով եւ ինչ ֆորմատով։ Այս պահին մենք այդ հարցին չենք անդրադարձել, որովհետեւ նաեւ դրա իմաստը չենք տեսել։ Օրինակ, մենք միշտ պնդել ենք ու հիմա էլ կանխատեսում ենք, որ մինչեւ ընտրությունները բազմաթիվ իրադարձություններ են տեղ ունենալու։ Օրինակ, արդյոք սա մինչեւ ընտրությունները չի կնքելու կապիտուլյացիայի պայմանագիրը, որ ինքը ներկայացնում է խաղաղության համաձայնագիր։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ մինչև ընտրությունները կա 1 տարի ժամանակ, իսկ մինչև ընտրությունները կա տեղի ունենալու տարբեր իրադարձություններ եւ պետք է շատ հստակ պատրաստ լինել ցանկացած սցենար։ Իսկ այն մոտեցումը, որ դե լավ ընտրությունները անիմաստ է, սես ձևակերպեմ, կա Հայաստանում մի քաղաքական ուժ, որ ասել այդ ընտրություններին չեմ մասնակցում։ Այդ թվում նաև նրանք, ովքեր այդ ընտրություններին դեմ են խոսում, իրենք հայտարարել են, որ չեն մասնակցում։ Այսօր ընդհակառակ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները ըստ էության պատրաստվում են այդ ընտրություններին։ Բայց մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը. պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, չպետք է բացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պետք է պատրաստվել առաջին հերթին դրան։ Նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք այդ ընտրությունները երբ տեղի կունենան, ինչ ֆորմատով, որովհետև ես նույնիսկ նման ձևակերպում եմ տվել, որ եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, շատ հետաքրքիր է այդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու, որովհետև սրանք աշուն, գարուն սովորաբար Հայաստանից ինչ-որ կտորներ հանձնում են։ Հետևաբար մինչև ընտրությունները ժամանակ ունենք եւ այստեղ որպեսզի հստակ լինի, ես 2 րոպե կենտրոնանամ այս հարցի վրա։ Մենք շատ մեծ խնդիր ունենք մեր ժողովրդի հետ լայնածավալ կերպով աշխատել։ 3 հարց կա, որ պետքա իրականում նաև վերլուծելով նախորդ շարժումները, այն ինչ որ տեղի ունեցել, այս մասին շատ բաց անկեղծ խոսենք։
Հիմա շատերը ասում են մենք չենք հաջողել, որովհետև վճռական առաջնորդ չենք ունեցել, մյուսն ասում է ծրագիր չենք ունեցել, մյուսն ասում է գլխից չենք էլ ուզը իմիտացիա ենք անում, ես դրանց չեմ անդրադառնում, որովհետև նախ իրենց ասածի մեջ ազնիվ չեն, երկրորդն էլ դա անում են քաղաքական ինչ-ինչ նպատակով։ Բայց մենք գնահատում ենք, որ 3 կարևոր հարց մենք այս ժամանակահատվածում չենք կարողացել լուծել։ Դա հետևյալն է, մենք մեր ժողովրդի շատ լայն շերտերին չենք կարողացել համոզմունք դարձնել եւ բացատրել այն իրականությունը, որ կա, որ այս պատերազմի, պարտության, կորուստների, այս ամեն ինչի պատճառ այսօրվա իշխանությունն է։ Որովհետեւ իրենք շարունակ փորձում են համոզել, մենք չլինեինք, ով է լիներ, այսպես էր լինելու։ Ղարաբաղը վաղուց տրված էր։ Նույնիսկ նման ձևակերպում ունեն, որ պարտությունն ու պատերազմը մենք չենք բերել, մենք դրա հետ կապ չունենք, պարզապես դա տեղի ունեցել մեր իշխանության տարիներին։ Այսինքն, այս առաջի խնդիրը, որ պետքա կարողանանք լայն մասաների, զանգվածների մեր ժողովրդի բացատրել։ Երկրորդ շատ կարևոր եւ էական հարցը, որ մենք չենք կարողացել ամբողջությամբ լուծել, որ մարդկանց բացատրենք, որ այլընտրանք կա այս իրավիճակից։ Շատ շատերը ասում են ով էլ լինի, միևնույնն է այս պետքա լիներ։ Այսինքն երկրորդը ներկայացնենք այլընտրանքը։ Ես այս ուղղությունների մի մասը նշեցի, բայց սա շատ կարևոր է այլընտրանքը ներկայացնել։ Եվ երրորդը կոտրել են հուսահատությունը, որ կա գոյություն ունի, մարդկանց դուրս բերել պայքարի ու կազմակերպել ժողովրդին։ Այո, մենք չենք կարողացել այն ծավալի ժողովրդական զանգված ունենալ փողոցում ու տեղից այնքան կազմակերպած զանգված, որ սրանց պարզապես սրբել եւ հեռացնել իշխանությունից։ Հիմա եթե այս հարցերին մենք պարզ անկեղծ խորությամբ չենք նայում, մենք չենք հասկանում այս խորը ճգնաժամը, որ պատերազմից հետո կա մեր երկրում եւ հասարակության ներսում ու բոլոր աշխատանքները չենք ուղղում այդ ուղղությամբ, հաջորդ փուլում մեր հաջողության հասնելու հնարավորությունները քչանում են։ Հետևաբար միշտ մեր առաջարկն է այս ուղղություններով շատ լրջորեն աշխատանք տանել, կազմակերպել մեր ժողովրդին Հայաստանի հեռավոր գյուղերից մինչև մայրաքաղաքի կենտրոն եւ այս խնդիրը լուծել։ Մյուս խնդիրը իմպիչմենտի մասին։ Չգիտեմ, երկար խոսեմ, թե կարճ այս թեմայով։ Եկեք տվեք մի անգամից անդրադառնամ։ Փաշինյանի այստեղություն հայտնելու այդ քննարկումները չեն դադարում։ Հիմա քննարկում են գնում, թե ինչու դուք ձեր ստորագրությունները 28 պատգամավորի ստորագրություն չեք զետեղել պատիվունների ստորագրությունների ներկայացնել դրանք առանձին քրտիգա։ Արդյոք սա չի նշանակում, որ դեռ չկա համախոհություն այդ հարցի շուրջ։ Տեսեք, եկեք ես այս հարցից մի քիչ հեռվից գամ, որ այս շղթան պարզ լինի, որտեղ այս մարդկանց մոտ այնքան շփոթ է առաջացել։ Մի հատ այս թեման անենց է խճճվել ու այնքան անլրջացել, որ շատերը նաև չեն հասկանում, այս ինչա կատարվում։ Երբ որ իմպիչմենտի նախաձեռնողները դիմեցին մեզ իմպիչմենտ սկսելու համար, 1.5 ամիս առաջ մենք հայտարարեցինք հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կա, մենք իմպիչմենտի գործընթացը այս պահին չենք սկսում, որտեղ դա սկսելու համար բավարար ստորագրություններ չունենք։ Եթե կլինի ուժ եւ թեկնածու, որ կստանձնի պատասխանատվությունը եւ ունի այդ ստորագրությունները, այսինքն այդ 8 ստորագրությունը գործընթացը սկսելու համար մենք պատրաստ ենք ստորագրել։ Դրանից հետո Էդմոն Մարուկյան եւ այլ այդ պատմությանը չանդրադառնում, ձեր աչքի առջեւ է։ Եղավ մեկ շաբաթ առաջ պատիվ ունեմի հայտարարությունը, որ մենք առաջադրում ենք թեկնածու եւ ստանձնում քաղաքական պատասխանատվություն այս գործընթացի համար։ Մենք տրամաբանորեն ենթադրում էինք, որ եթե արդեն պատիվ ունեմը ՀՀԿ-ն մտնում այս գործընթացի մեջ եւ ստանձնում այս պատասխանատվությունը, առնվազն գործընթացը սկսելու համար բավարար 8 ստորագրությունը ունեն։ Եվ այդ իրենց հայտարարությունից անմիջապես հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ մենք պատրաստ ենք պակասող 28 ստորագրությունը տրամադրել գործընթացը սկսելու համար ու հրավիրում ենք քննարկման, պատրաստ ենք քննարկելու այս հարցը։ Այսինքն մենք ենք հրավիրել մեր գործընկերներին այս հարցը քննարկել։ Քննարկման արդյունքում մի քիչ պաշտոնական բանակցություններ եւ այլ, sense փորձեցին մի հատ չգիտեմ ինչ, մենք շատ ընկերական, շատ մեր ամեն օրվա գործընկերներն են 5 տարի
միասին ենք եղել բազմաթիվ հարցերով, շատ պարզ հարցադրումներ են կարել։ Հիմա իհարկե իմ հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ եք դրել, բայց շատ պարզ հարցադրումներ են կարել։ Առաջինը, արդյոք 36 ստորագրությունը, այսինքն պակասող 2 ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար։ Մեր ընկերները ասացին, որ այս պահին դեռ չունենք այդ 2 ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք եւ հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս պարագայում մենք ինչ ենք ասել ենք լավ, 2 հարց։ Հիմա ասում են այդ հարցերը, որ դրել եք, պայման եք դրել։ Փողոցային գործընթաց լինելու է, թե չէ, եւ ինչ ծրագիր կա։ Ասել են լինելու է։ Ասել ենք երբ է դա տեղի ունենալու, ինչ ժամկետներում։ Հիմա ենք անում, հաշունն ենք անում, ընդ որում չենք ասել երբ եք անում, ասել են երբ ենք անում։ Ու շատ հստակ ասելով այդ փողոցային պայքարի եւ առաջիկա իմպիչմենտի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավել։ Այս հարցերում շատ կոնկրետություն չի եղել։ Այսինքն աշունը երբ, ինչ ծրագրով եւ այլն։ Լավ ասել ենք։ Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած տեխնացուին առաջադրելու համար։ Դուք կարող եք, մենք այդ մասին հրապարակային կհայտարարենք, դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցությունների, եւ եկեք հայտարարեք, որ Հայաստան խմբակցության ստորագրությունները կա, ամբողջ ներուժը կենտրոնացնենք 4 անկախ падգամավորների, ընդ որում մենք էլ ձեր հետ։ Եվ ԿՊ 20 падգամավորների համար, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից։ Ու մենք այդ ընթացքում ես ստեղից այդ մասին հայտարարել եմ, ու ասել եմ, այդ ստորագրությունները մեր պատրաստ է, բայց հրապարակելու կարիք չկա, որովհետև խոսքը հաճախ ավելի արժեք ունի, քան այդ հրապարակային թղթերը, այսինքն մենք մեր խոսք ապացուցելու համար չպետք է նաև ցույց տանք, որ ինչ որ մեկը հավատա։ Բայց այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ, որ իմ համար շատ զարմանալի էր։ Մեր խոսակցության ընթացքում իմ ընկեր Հայկ Մամիջանյանը իրենց 6 ստորագրությունը դրել էր իրենց էջին։ Եվ իմ հայտարարությունից հետո գնաց խոսակցություն, շատ կարևոր դետալ է սա, որ Հայաստան խմբակցության падգամավորները ոչ բոլորն են համաձայն իմպիչմենտի գործընթացին, որովհետև որոշները կաշկանդված են ինչ-որ քրեական գործերով։ Դրանից հետո, չնայած մենք խորհրդակցել էինք մեր падգամավորների հետ, ունեինք այդ համաձայնությունը, մենք 1 ժամվա մեջ հրավիրել ենք մեր падգամավորներին։ Ստեղ ստորագրել ենք, ընդ որում բոլոր ստորագրողներին ասել ենք, որ Դավիթ Համբարձումյանով անվստահություն հանձնելու գործընթացի համար ստորագրել են, հրապարակել են, որպեսզի այդ խոսակցությունները եւս փակենք եւ ասել ենք, քանի որ նաեւ հայտնի չի երբ այս գործընթացը սկսում, հրապարակային կա, մի կենտրոնացեք մեր վրա, եկեք մենք էլ ձեր հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար։ Դրանից ինչ ենք արժանացել։ Այս իմպիչմենտի նախաձեռնողները որոշները չափը կորցրել են նաեւ։ Այսինքն, օրինակ մեկը ասում է, որ Իշխան Սահաթելյանը հրապարակել է այդ ստորագրությունները, ինչ որ համեմատություն անում, ինչի դիմադրության ժամանակ մենք մեր ընտանիքի կամ ստորագրությունները կամ ֆոտոները նկարում հրապարակում ենք, կամ ինչ է նշանակում այն ձևակերպումները, որ տալիս են Հայաստան խմբակցության падգամավորներին, ու ես արդեն շատ կոնկրետ այդտեղ հարցադրումներ կա, այս ասածների պատասխանը այլևս մենք ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները այս մակարդակով եւ այս ձևով են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով եւ արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզում այս գործընթացը հաջողի ու նման կերպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս։ Պարոն Սահաթելյան, դուք ամեն քիչ եք ասում եք երբ գործընթացը սկսվի, իրենք հակադարձում ասում են գործընթացը արդեն սկսվել է։ Ինչն է որ մինչև փողոցային պայքար սկսել է ու այդ ստորագրությունները դնենք այն քրեջ ստորագրության։ Հրաշալի։ Իսկ կարող եմ մի բան ձեզ հարցնել։ Իսկ ինչ է խանգարում, երբ որ հրապարակային հայտարարությունը հիմք ընդունենք ու անցնենք առաջ։ Իսկ ինչն է խանգարում, երբ որ խորհրդարան մուտք կլինել,
անելուց կլինեք, որովհետև Սահմանադրության 115-րդ հոդվածը ասում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսվում է պատգամավորների 1/3-ի ստորագրության պարագայում։ Այսինքն, երբ որ այդ գործընթացը անելու կլինեք, այդ ստորագրությունները կա։ Իսկ, այսինքն հարցեր են չի առաջանում, ինչի։ Քաղաքական ուժը, երբ որ հրապարակային հայտարարություն է անում, դրանից այն կողմ հիմք չկա։ Այսինքն, եթե այսօր գնացել եք խորհրդարան, այս մարդիկ հայտարարել են, ինչի չեք եթում են 4 անկախ պատգամավորի, ինչի չեք ուզում ՔՊ-ականներից այդ ստորագրությունները։ Մենք հայտարարել ենք, մենք ասել ենք, եթե շարունակում է թիրախավորումը ստեղ, ուրեմն արդեն այդ նպատակի շուրջ մի շարք հարցականներ է առաջարկում։